Ճիշտ է, երաժշտություն լսելը հաճելի է, բայց դրա բարձր ունկնդրումը կարող է հասցնել մինչև անգամ խլության։ Երևանն աղմկոտ է։ Ռեստորաններից և մեքենաներից լսվող բարձր երաժշտություն, շինարարություն, երթևեկող բեռնատարներ։ Ինչ առողջական խնդիրներ կարող են առաջացնել բարձր ձայները, հարցի պատասխանը տալիս են բժշկական համալսարանի մասնագետները։ Մարդու ընկալումը կոմֆորտային զոնան դա մինչև 80-85 դեցիբելն է և նրանից ավել աղմուկը առաջացնելու է լարվածություն մինչև 100 դեցիբել։ 100-ից հետո դա կարող է առաջացնել լրջագույն խնդիրներ, ականջի արնահոսություն, իսկ 130-140-ը նաև մահվան ելքեր։ Այսինքն սա լրջագույն խնդիր է հաշվի առնելու, որ ամեն տարի կես դեցիբելով ավելանում է միջինում աշխարհում։ Փողոցի աղմուկը չլսելու համար շատերը կարծես գտել են լուծումը։ Զբոսնելիս, տրանսպորտով երթևեկելիս ականջակալներով երաժշտություն են լսում, սակայն դա ևս կարող է վտանգել առողջությունը, եթե գերազանցվեն թույլատրելի ժամանակն ու դեցիբելները, ասում է Արմեն Մուրադյանը։ Լսողության խանգարումը առաջի հերթին առաջացնում դա պարզ մեխանիզմ է, երկրորդը իհարկե նրա շփման ամբողջականությունն է պակասում եւ իհարկե նպաստում է նաեւ տրավմատիզմի։ Շատերը տեսել եք ինքնագլորներով եւ փողոց անցնելուց ականջակալներով ոչ միայն երեխաների, նաեւ մեծահասակների, որոնք որ վտանգ են ներկայացնում ոչ միայն իրենց, այլ նաեւ շրջակա միջավայրի համար։ Ականջակալների սխալ օգտագործումը կարող է առաջացնել քնի խանգարումներ, մղձավանջներ։ Խնդիրը սուր է հատկապես երեխաների շրջանում։ Կենտրոնացման հնարավորությունն է նվազեցնում, պակասացնում է ունակությունները ընթերցանության եւ փաստացի թույլ չի տալիս, որ երեխայի զարգացումը բնականon ընթացքով զարգանա, այլ նա ինքնափոփ փաստացի ինքը եւ շփումը իր փաստացի անցնում է արդեն այդ տիրույթում, որը որ ինքը սահմանափակում է։ Աղմուկից առաջացած խնդիրները հաճախ ամբողջությամբ բուժել չի հաջողվում, նշում է մասնագետը։ Ականջի հիվանդությունները զուգահեռ գնում են աղմուկով, իսկ աղմուկը դիմանալ անհնարին է, շատերին խանգարում է քնելու պրոցեսին նույնը, աշխատելու պրոցեսին, եւ դրա համար դիմողները շատ են։ Եվ ժամանակակից մեր ականջաբանության կենտրոնները աշխատում են մի մասին, եթե ձայն հաղորդող ապարատը լինում վերականգնել, բայց մեծամասնությամբ դա ներքին ականջի վնասվածքներն են, էլի։ Մասնագետների հորդորն է, եթե չեք ուզում հետագայում ականջակալները փոխարինել լսողական սարքերով, պետք է սահմանափակեք դրանց օգտագործումը։ Արամ Մարանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր